Հազարական դրամ ամենաշխատողից նախաձեռնության մասին հասարակական արձագանքներն ամփոփում են մշակույթի գործիչները։ Գրականության ինստիտուտի փոխտնօրենը դեռ ապրիլին հասկացավ ամեն մի կռվողի ու նրա ընտանիքի համար երաշխիք է պետք։ Ընկերներիցս մի քանի հոգի ուղղակի արցունք աչք էին ասել են, որ իրենք չեն եկել ոչ թե վախեցել են, այլ այդ վախից ելնելով, որ կարող է մի բան լինի եւ իրենց ընտանիքները ուրեմն անապահովության մատնվեն կամ սովի մատնվեն։ Եվ ես այդ ժամանակից մտածել եմ եւ պետք է ասել, որ երբ որ Վիգեն Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարար ասեց այս մասին, անկեղծ եմ ասում, ես մեծ ոգևորություն ապրի։ Վարդան Դևրիկյանը հասարակական վստահության մասին նույնպես անհանգստանում է, բայց հավատում ու սպասում է պաշտպանության նախարարի հայտարարությանը, հիմնադրամը կաշխատի թափանցիկ։ Դպրոցական հոգեբանություն է սկսում, որ ասենք այն երեխեքը, որ ասում են ինչ ես դասից փախի, ասում են մյուսներն էլ են փախել, ես էլ եմ փախել։ Հիմա ասենք այս մեկը գողա, մենք մեր պարտավորվածությունը չկատարենք։ Մերուժան Տեր-Գուլանյանն առանց շտապելու միանում է խոսակցությանը, բոլոր փաստարկները լսել է, կարդացել, կարծիքը նույնն է։ Այո, այդ 1000 դրամը պիտի տալ։ Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինվորներին ու նրանց ընտանիքներին ապահովագրական վճարներ տալու գաղափարի հիմքում ազգ-բանակ կոնցեպտը գրողի դիտարկմամբ դարավոր երազանքի իրականացումն է։ Վստահ է, որ զինվորի ու նրա ընտանիքի համար 1000 դրամը չի խնայի ոչ ոք։ Այդպիսի հայ չեմ պատկերացնում ես, բայց այդ հայը իր տված 1000 դրամի հետևից ուզում է գնալ։ Ուր գնաց այդ փողը։ Ուր հասավ։ Այն մեխանիզմը, ինչ որ առաջարկում է Վիգենը Սարգսյան, պաշտպանության նախարարը, կարծես թե դա կարող է հետևել, դարձնել հսկելի, դա պիտի բաց լինի։ Գրողն ու գրականագետը նաև առաջարկ ունեն հասարակական վստահությունը բարձրացնելու համար։ Թանկ ու շքեղ ավտոմեքենաների սիրահար պաշտոնյաները կարող են իրենց առաջին ներդրումը հիմնադրամ կատարել հենց այդ մեքենաները վաճառելով։ Մանու Իրիցյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։